Եվ այսպես, եւ ամենավերջում ուզում եմ լսենք մեր ընկերոջը ու այսքան որ սպասում եմ, ես ամեն սպասում նաև։ Մեր տունը իրոք բարի լույս հայր ջան, ռաբիզը քանդեց մեր տունը, իրոք քանդեց մեր տունը։ 1990-ականներին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն իր օլիգարխիան, թալանչիների ամբողջ թիմը քանդելով եւ ավիրելով այն ամբողջ հզոր մշակույթը, որը ստեղծվել էր տարիներ շարունակ իրենցից առաջ, մեկ օրում իջիկ դարձավ։ Բոլոր գիտնականները, արվեստագետները, խելացի մարդիկ ստիպված եղան երկիրը լքելու, կամ նրանք, ովքեր երկրում էին, այլևս արտահայտվելու կամ իրենց ցույց տալու հնարավորություն չունեին։ Եվ ահա ամեն մի դուսպրծուկ դարձավ երգիչ, եւ ահա ամեն մի դուսպրծուկ դարձավ դերասան, ել չեմ ասում երկրի ղեկավար, ովքեր որոշեցին մեր ճակատագիրը։ Մի քանի օր առաջ չերքիչ Թաթա կոչվածի մեկը համերգ էր տալիս Երևանի տոնի կապակցությամբ եւ ահա ասում էր. հորս Սարև լավ ենք անում, քեֆ ենք անում, եւ մի ամբողջ երիտասարդություն ոռնում էր եւ ծափ էր տալիս։ Հարց եմ տալիս քեզ, հայ մարդ, հայ մտավորական, հայ ուսուցիչ, հայ ուսանող, հայ բժիշկ, դուք ինչպես եք սրան նայում։ Նժդեհը կասեր, նայելով քեզ հայ երիտասարդություն, ես ապագայով չեմ լցվում իմ երկրի հանդեպ։ Սա եք դուք, երբ նայում եմ ձեզ, հասկանում եմ, թե ինչ է մեզ սպասվում։ Երբ նայում եմ ձեզ, հասկանում եմ, որ մեր մշակույթից եւ այս հզոր քաղաքակրթության նվաճումներից այն ինչ որ արել է հայ մարդը, ոչ թե դարեր, այլ հազարամյակներ շարունակ, ոչինչ չի մնալու։ Դուք մնացիք լափամանի հույսին, մնացիք, որ ամեն օր դուք լափուտ եք եւ ձեր միակ հաճույքը դա դարձավ ձեր ստամոքսն ու ձեր սեռական օրգանները։ Ահա թե ինչի են տանում այս իշխանությունները եւ ինչ էր անում հենց Լևոն Տեր-Պետրոսյան կոչվածը քորը տարիներ շարունակ հետողությամբ։ Հիշեցի մեծն Կոմիտասի հետևյալ խոսքերը, թերևս կարդամ. ժողովուրդը, որը գեղարվեստ չունի, նույն է թե զգալու կարողություն չունի։ Էլ ինչ ժողովուրդ, եթե չի զգում, դուք չեք զգում, դուք վաղուց չեք զգում, դուք ցավ չեք զգում Արցախը կորցնելուց, դուք ցավ չեք զգում Եռաբլուրի կողքից անցնելուց, դուք ցավ չեք զգում, երբ Ազերին առավոտից երեկո ծաղրում է ձեզ եւ ձեր Նոլդու Փաշինյանին, դուք ցավ չեք զգում ամեն անգամ անցնելով Հայաստանից եւ տեսնելով դրոշները, որտեղ որ հուղարկավորված են մեր տղաները, դուք միայն զբաղված եք ձեր լափը լափելով, որովհետեւ հենց ձեր տեսակն է երկիրը քանդում, ձեր ռաբիս տեսակը։ Ես հույս ունեմ, այդպես կլինի, այսպես երկար չի մնա։ Մի օր կգա ազգային իշխանություն եւ այն բոլոր կեղտոտները, ովքեր որ զբաղված են ազգային մշակույթը կործանելով եւ ընդհանրապես այսպես թեթև սոլիկ երաժշտություններով եւ ճակերտների մեջ ասած արվեստով զբաղեցնել ժողովրդին, նրանք բոլորը կջնջվեն, ոչ մեկի անունը չի մնալու։ Լավ մնացեք հայ ժողովուրդ եւ հիշեք, որ մեր ինքնության պահպանության առաջին մեծ գրավականը դա մեր մեծ քաղաքակրթության պահպանումն է եւ ոչ թե հորը Սարև լավ ենք անում։ Ես դեռ տարիներ շարունակ այս ռաբիզի դեմ պայքարի ժամանակ ռաբիզ ամենակ երկը չի, ռաբիզ ամբողջ անճաշակությունն է, որը հարցն չի, որ դա գեղեցիկ չի։ Դա մի արվեստ է, դա մի ուղղություն է, որ մարդուց սարքում է գազան։ Այդ է ռաբիզը։ Երբ որ ասում է այս երկը լսողը ինքը հայ չի, ու ինքը չի կարող այդ երկը սպառողը, այդ արվեստը ճակերտալու, հա, այդ տեսակը սպառողը ինքը չի կարող լացի Արցախի համար։ Ինքը չի կարող ներքին զզվանք ունենա Թուրքի նկատմամբ, ինքը որտեղ արդեն իր հաճախականություններով սրտի մտքի, ինքը արդեն դրանց հետ մի գծի վրա է, հասկացեք, ինքը արդեն էսա էլի, որ ես ասում եմ, ես ամասին հետո խոսալու եմ, հասկացեք, այս կրացած, այս տեսակն է ռաբիս, ինքը արդեն թուրքական սպառողն է, ինքը արդեն եկեղեցու մեջ բազարանողն է, ինքը արդեն եկեղեցու մեջ բազարանողն է, ասեմ, հասկացաք ինքով է, ինքը, ասում թուրքացած հայ, սա է ինքը, ու ինքը այս թաթուլ լսող տեսակն է, ինքը հայ չի, այդ թաթուլ լսողի համար հայկական ոչ մի բանը իրանը չի, եւ հակառակ հայկական լսողի համար թաթուլը լսելու բան չի, այդ տատանունները իր մոտ ուղղակի նյարդային խանգարումներ է ստեղծում,
Թաթու լսողի համար դե ախպերս հիմա թուրքն էլ մարդ է էլի, թող գա մեր կողքը ապրել, մեր կողքը չէ, մեր կողը ապրել, ախպերս հիմա իրար կարող կանաչից չեն կարա ծախենք, սա է։ Այդ որ ասում էի, Ռաբիզը քանդում է մեր տունը, սա լափը չի է, ավելի վատ բան է, սա տեսակի ընտելացումն է, ու այդ տեսակը, որ ընտելանում է սկսում է տարածվել, ինքը չի հակադրվում այն ինչ որ հակահայա, չի հակադրվում կեղտին, կեղծիքին, իր համար նորմալ է, այդ լափը ընդեղ է դրսևորվում, որ տեսակի համար ով կերը տվեց, դա տերն է իր, այո, ով կերը դրեց իր դիմացը, դա իր տերն է, որտեղ այս որակը, այս որակ ընդամենը 6-7 տարի առաջ հանրապետականի համար էր այս ամեն ինչը անում։ Ընդամենը 7 տարի առաջ, լավ 10 տարի, հեսա կլինի 9 տարի անցել բանից, ծռերի ապստամբությունից, 9 տարի առաջ այս նույն տեսակը հայ մարդու նկատմամբ նույն բանն էր անում։ Դրեմանում ասում, սրանց համար, այս տեսակի, այս արվեստը սպառողի համար, էականա, ով է կերը դնում իրանց դիմացը, թուրքը դրեց այդ կերը, իրա երկն են երկելու, արդեն երկում են, ու իրանց ներքին կոնֆլիկտ չկա դրանում, ինքը չի ասում էսի մը չի, ինքը չի ասում, այս երկի տակին պապերին են մորթե, երեխեքի գլխերով ֆուտբոլ են խաղացել, ինքը դրա մասին չի մտնում, դե ախպերս դե հիմա հակեզի բան, ինչ եղել է դե հիմա 10 տարի առաջ, լավ հիմա կարող է մենք ամբողջ կյանքներս դրանով պետք է ապրենք, այս է տեսակն է, ինքը թքածել ունի իր բարեկամներդ ինչ եղավ 5 տարի առաջ Արցախում, 2 տարի առաջ Արցախում, կամ հիմա ինչա լինում, այդ մարդկանց ով բերդերի մեջ է, իրանք ներքին մշակութային ինտելեկտուալ զզվանք չունեն, էսթետիկական զզվանք չկա այդ ամեն ինչի նկատմամբ, չէ իրանք պատրաստ են էդի 4 սպունգի նման քաշելու ու ընտելանալու դրա հետ, ու պատահական չի, որ Փաշինյան Նիկոլի, Սերժիկ Սարգսյանի հենարանը սրանք են եղել, 2008 թվականին ով եղել է թող իմը ասի, եւ որ Սերժիկ Սարգսյանը մարտի 1-ից հետո ընտրվեց, ՀՀԿ-ն, այնժամ Բելաջոյում, այդ ամենամեծ ամենալավ ռեստորանն այդ ժամանակ էր, այդտեղ արդեն իր ինագուրացիան էր, ՀՀԿ-ներով, հավաքվել են, Սերժիկը մտնում է դահլիճ, գիտեք ինչ երկի տակ, իմ ախպերը, բա ինչ էիք ուզում, այս տեսակը այն ժամանակ էլ էր ինքը թելածող, սարի թաղի ջարդերի ժամանակ էլ էր ինքը, թոխմախի մեհերն էլ իրենց վրա հենվում, բոլոր հանցագործները դրանց վրա են հենվում, բոլոր մարդասպանությունները, ճնշումները, քաղաքական ճնշումները, ջարդերը, ակտիվիստների նկատմամբ այս տականքի ձեռով էր արվում, լֆիկներն էլ դրանց վրա հենվում, հիմա էլ է հենվում, սրանց համար, այս տեսակի համար, ախպեր, ով լափը դրեց իրանց դեմը, այդ իրանց պապան այդ օրվա համար, եթե վաղը Ալիևն էլ դրեց, Ալիևն իրանք ներքին ընդհանրապես կոնֆլիկտ չունեն դրա հետ, բացարձակապես, այս է, որ ասում ենք Ռաբիզը քանդում է մեր տունը, հարցը երկը չի, հարցը տնգլմնգլը չի, հարցը դրա սպառողի արդեն ընտելանալն է, այդ արժե համակարգին, այդ խարև նաչներն են, այդ եղտ այդ Ռաբիզը, այդ դեմքներին նայում ես, երևում է սաղ, այն միջև ալմուգները, այդ խաշլամի ծորացած յուղը, հասկանում եք, այդ մի հատ ուրիշ մշակույթ, անդե մշակույթ չկա, որ իրար կենաս տեղում խմում են, դուրը բացեցին, գնացին իրար հետերից, հեր, մեր, կին, քփուր տվող, ամեն ինչ, բայց սեղանի շուրջ բոլոր ախպեր են իրանց, այս տեսակն է, ես դա մասին լավ գիտեմ, ես է քանդում, մեր բոլորի ապագա, ու դպրոցից ասում, որովհետև ես մի անգամ տեսել եմ, որ տես դասատուներ կին, ու դրանց դասիրակացը ինչ պետք է լինի,
Միթե գնահատեք երաժշտության եւ արվեստի նշանակությունը, սա է։ Եթե մենք ունենայինք իրոք մշակույթի նախարարներ, իրոք կրթության նախարարներ, մեր հասարակությունը ուրիշ ձև կներ։ Այսօրվա այս կեղտի, այս ցեղի, այս անորակ, այս զզվելի միջավայրի պատասխանատուն բոլոր նախարարներն են, ովքեր զբաղվել են կամ չեն զբաղվել մշակույթով ու կրթությամբ։ Դուք բոլորդ եք հանցագործ։ Դա համար 2 օր առաջ հիշում եք այն աղջնակին, որ ցույց տվեցի, որ Արմեն Աշոտյանի աչքերի մեջ նայելով ասեց. ես չգիտեմ, սրանց չեմ պատկերացնում, ինչ պետքա լինի սրանց պատիժը, չեմ կարողանում երևակայել, բայց մյուս կողմից էր, ով սրան բերել է, այդ նախկին կոչված իշխանությունները, իրանք այդքան մեղավոր են այս ամեն ինչով, ու Աշոտյանը պետքա նստեր ու այսպես նայեր ու ուտեր էդի գտալով, որտեղ այդ աղջիկը ճիշտ էր ասում, ինքը չէր կարող իրան ոչ մի բան հակաճառել։ Այ լսեք Արմեն Աշոտյաններ, Մկրտչյաններ, հիշում եք այդ դաշնակն գծուց մեկը, նա զզվելի լպրծուն մի հատ բան կա։ Մկրտչյան ինչ էր դրա անունը, դաշնակներից կրթության նախարարներ։ Բոլորդ ովքեր եղել եք, միջև այսօրվա հրեշները ԿԳՍՄ-ի, բոլորդ հանցագործ եք։ Հայ մարդու, հայ տեսակի, հայ արվեստի, հայկական արժեքների, բոլորդ հանցագործ եք։ Դրա համար հիմա ունենք այն ինչ որ ունենք, բայց մենք մեր կռիվը պետք է տանք։ Կոմիտասը մենակ է այս ամեն ինչի դեմ կռիվ տալիս, մենք մենակ չենք, մենք ինտերնետ ունենք, մենք լծակներ ունենք։ Մեր գործը անհամեմատ ավելի հեշտ է, քան Կոմիտասին մեջ։ Եթե Կոմիտասը դա կարողացել անել ու մեզ փոխանցել այս ամեն ինչը, մենք պարտավոր ենք նոր որակի վրա հասցնելով, նոր ձեռքբերումներով, առանց նվնվալու, այո, բասերի մասին, տերությունների մասին խոսալու ու մատնացույց անելով, ասել դու, արա, դու թուրքացած ես, արա, դու հայ չես։ Դու որոշի, ուզում ես հայանաս, թե չէ։ Այսօրվա մեր հասկանը, լավ մնացեք։